Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ֆոնին Ադրբեջանում շարունակում են տորպեդահարել Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության իրավունքը։ Այս ամենը զուգակցել իրենց եղբայրական երկրների դրոշները այրելու, դաշնակցական երիտասարդների սովորույթի, իրենց եւ Հայաստանի ղեկավարության համար անընդունելիության հետ, այսպիսով հանդերձ մեղադրել հայերին ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին մասնակից լինելու համար։ Միևնույն ժամանակ պահը բաց չթողնել եւ մեկնաբանել ոչ ավել ոչ պակաս Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 1993 թվականին երկրապահների հետ հանդիպման ընթացքում հնչեցրած հայտարարությունները ու հանդգնել հայ մարզիկներին հրավիրել օկուպացված Ստեփանակերտ մասնակցելու մրցումների։ Դրոշներ այրողները խաղաղություն չեն ուզում։ Ավելի քան 24 տարի է, ինչ հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրվան նախորդում է խորհրդանշական ջահերով երթը։ Այն կազմակերպվում է դաշնակցական երիտասարդների կողմից եւ ունի սովորույթներ, որոնք պահպանվում են մինչ օրս։ Դրանցից մեկը երթի մեկնարկից առաջ Թուրքիա եւ Ադրբեջանի դրոշներն այրելու գործընթացն է։ Սա մի արարողակարգ է, որը ծնունդ է առել ազգային ցավից ու պատմական արդարության պահանջից, որպես բողոք եւ հիշեցում աշխարհին ցեղասպանության մեժման եւ շարունակական անտարբերության դիմաց։ Այս գործողությունն իր մեջ կրում է ոչ միայն քաղաքական բովանդակություն, այլև խորապես հոգեբանական հիշեցում, որ վերքերը չեն սպիացել։ Բաքվում, ինչպես նաեւ Անկարայում ամեն տարի չեն վարանում կրկնել, թե սա չի բխում խաղաղության օրակարգից եւ այսպիսով հնարավոր չէ հասնել հարաբերությունների կարգավորման։ Բայց այստեղ խնդիրը դրոշն այրելու մեջ չէ։ Իհարկե հիշում ենք, թե ինչպես Ալիևը արցախցի երիտասարդ ֆուտբոլիստներին Լաչինի միջանցքից տարավ ուղիղ Բաքու, պատժելու, դրոշի վրա ոտքերը մաքրելու համար։ Խնդիրն այն է, որ այն թվացial խաղաղության օրակարգը, որը մատուցվում է մեզ, բնավ չի համապատասխանում խաղաղության վերաբերյալ ընդունված պատկերացումներին։ Սահմանային վերջին լարվածությունը, ընդհուպ 3 դրոշն այրելուն հաջորդած հայտուն մտած ադրբեջանական փամփուշտները սուրեն կախված Հայաստանի Հանրապետության սուվերենության գլխին, եւ եթե դրան համաժեք պատասխան չտրվի, ինչպես քաղաքական, դիվանագիտական, այնպես էլ ռազմական մակարդակում, ապա ցավոք նոր ցեղասպանությունների պակաս տարածաշրջանը չի ունենա։ Ըստ Բաքվի Հայաստան պետությունը ստեղծվել է 20-րդ դարի սկզբին ադրբեջանական հողերի վրա։ Եթե Ադրբեջանը փորձի սեփական պատմագրությունը առանց վերաձևումների հանձնել թղթին, ապա այդ բրոշյուրը ոչնչով չի տարբերվի փողոցներում տարատեսակ հոգեվորսների տրամադրած բուկլետներից։ Բնավ չթերագնահատելով թշնամուն ընդգծենք, որ Բաքուն շարունակում է սեփական պատմագրությունը կեղծել եւ կառուցել հայկական լեռնաշխարհում։ Օրերս կրկին ադրբեջանական Ազերթաջ գործակալությունը տեսանյութ է հրապարակել, որում Երևանը անվանում է պատմական ադրբեջանական տարածք, իսկ Հայաստանն էլ կոչում է պետություն, որը ստեղծվել է ադրբեջանական հողի վրա 20-րդ դարի սկզբին։ Բաքվում կարծում են, որ դերափոխություններ անելով կարող են համոզել ադրբեջանական հանրությանը, թե իրենք քոչվոր չեն եղել, կովկասյան թաթարներ անվանումն իրենց չի առնչվել եւ հայերը նախքան առաջին հանրապետությունը ստեղծելը պարզապես առանց հայրենիք ու խորը արմատներ ունենալու կարող էին այդքան մեծ վտանգ ներկայացնել երիտթուրքերի համար։ Բաքվում կլոր սեղան քննարկում են նախաձեռնել եւ հիշել Լևոն Տեր-Պետրոսյանին։ Այս գործընթացում որևէ հատուկ վերաբերմունք կամ իմաստության ակունք փնտրելու կարիք չկա։ Պարզապես YouTube հարթակում հրապարակել են Լևոն Տեր-Պետրոսյանի Երկրապահ կամավորականների միության անդամների հետ 93 թվականի հարցազրույցից մի հատված եւ որոշել, որ կարելի է քննարկել եւ սեփական նարատիվները բերել եթեր։ Մասնավորապես միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի նախագահ Ֆարիդ Շաֆիևը հրավիրել է ինչ-որ փորձագետների եւ ասել, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ սկսել են այս հակամարտությունը, որպեսզի Հայաստանում ոչ մի ադրբեջանցի չմնա։ Հայկական կողմին ագրեսոր ներկայացնելուց հետո Շաֆիևն էստաֆետան փոխանցել է վիդեոբլոգեր Ալբերտ Իսակովին, ով էլ որքան էլ տարօրինակ է, գրեթե բառացի կրկնել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Արցախյան շարժման վերաբերյալ։ Ասել է, թե Հայաստանում իշխանություն ունեցող կուսակցությունը պետք է մեկընդմիշտ արգելի Արցախ շարժումը։ Սա նոր պահանջ է Բաքվից, որը դեռ չի հնչել Ալիևի շուրթերից, թե պարզապես համընկնում։ Միամիտ պետք չէ լինել։ Ադրբեջանական իրականության մեջ արդեն իսկ ընդունված գործելավոճ է նախ ստուգել այս կամ այն թեմայի վերաբերյալ հայ եւ ադրբեջանցի հասարակության տրամադրությունները, ապա հանդես գալ բարձր ամբիոններից։ Մեզ մոտ զգուշավոր չափավորություն չպահեցին։ Հակառակը, պատերազմից հետո չկարողացան կանխել Արցախի բլոկադան, որն էլ առնակ համարեց երկիրն ու ի վերջո օկուպացվեց Ադրբեջանի կողմից։ Այսօր արդեն Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի ամբիոնից հնչում է այն թեզը, թե պետք է չշարունակել Ղարաբաղյան շարժումը։ Խոսույթի նույնության համընկնումները ըստ էության պատահական չեն։ Մեր տունը հրետակոծող խաղաղասեր հարևանը հրավիրում է Ստեփանակերտ մարզվելու։ Ինչպես հայտնի դարձավ, Բաքուն պաշտոնապես հրավիրել է հայ մարզիկներին մասնակցելու ԱՊՀ խաղերին, որոնց մի մասը կանցկացվի օկուպացված Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, թե կմտածեն, կորոշեն, անվտանգության հարց կա։ Եթե ԱՊՀ մակարդակով անցնող մրցումների ժամանակ անվտանգության հարց կա, ապա մեր սահմանամերձ բնակիչների վիճակը մեղմ ասած խիստ տարակուսելի է։ Իսկ այս ֆոնին էլ ազգային ժողովի ամբիոնից հնչող իշխանական քաղաքական խոսքը անհիմն։ Կգնան թե չեն գնա հայ մարզիկները կորոշի Հայաստանի Հանրապետության իշխանությունը, բայց եկեք արձանագրենք, որ Բաքուն բաց չթողեց հերթական առիթը հայի վերքին աղցանելու համար մրցաշարի 23 մարզաձևերից մեկը օկուպացված Ստեփանակերտում անցկացնելու իր ստոր քայլով։
Եզրակացություն. Ջահերով երթը, այրված դրոշները, Լևոն Տեր-Պետրոսյանի վաղեմի հարցազրույցը լցրել են Բաքվի հակահայ օրակարգը։ Այդ օրակարգն այս օրերին հայերին որպես ագրեսոր պիտակավորելու եւ իրենց որպես խաղաղասեր հարևան ներկայացնելու նպատակ ունի։ Պետք է միայն հուսալ, որ Երևանի Հանրապետության հրապարակում Ադրբեջանի դրոշն այրողն ու Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հրետակոծված տան բնակիչները նույն կերպ են մտածում։ Ունենալ խաղաղություն, ապրել կապույտ երկնքի տակ զերծ արկերից ու ֆոսֆորներից, լինել ապահով սեփական երկրում։ Սա է խաղաղության իրական պատկերացումը, որ բազում կիլոմետրերով հեռու է այն օրակարգից, որն անվանվում է խաղաղություն եւ պարտադրվում Բաքվի կողմից։